Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր հարցեր քրիստոնեական հաղորդաշարի ընթացքում կփորձենք խոսել քրիստոնյայի կյանքում պրիորիտետների, առաջնահերթությունների մասին։ Այսօրվա մեր հյուրն է Հովիվ Արտուր Նազարյանը։ Բարև ձեզ Հովիվ Արտուր, շնորհակալ ենք ձեր մասնակցության համար։ Իմ առաջին հարցը այս թեմայի հետ կապված հետևյալն է։ Առաջնահերթությունը գիտենք, որ ուղիղ համեմատական կապ ունի մարդու ընտրության հետ։ Այո։ Մարդը ազատ է իր ընտրություններում։ Հա, բայց մարդը միշտ ունի իր սուբյեկտիվ կարծիքը կամ ուրիշ ձև ասեմ, մարդը միշտ ինչ-որ մի ձևի ազդեցության տակ է իր ընտրությունն անում։ Որ ասենք մարդը 100% ունի ազատ է որպեսի ընտրի, չեմ կարծում որ ճիշտ լինի։ Բայց ամեն դեպքում ընտրությունը կա, մարդը ընտրում է այն ինչ որ ընտրում է։ Որտեղ միտք կա կամ տեսակետ կա, հենց քրիստոնեական ու վարդապետական, որ մարդը ազատ չի իր ընտրության մեջ։ Բայց ես կարծում եմ ամեն դեպքում մարդը ընտրելու ունակ է ու ընտրում է ինքը։ Հետևաբար ստեղծել հետևում է, որ իր ընտրությունների հիման վրա էլ կառուցում է մարդու պրիորիտետները, առաջնահերթությունները։ Միանշանակ։ Կարանք ասենք, որ մարդու ամբողջ կյանքը հենց հիմնվում է իր կյանքում կատարած ընտրությունների ու իր ընտրած պրիորիտետների վրա։ Ոնց որ թե ուզում ենք ասենք հա, բայց դժվար թեմա է դա։ Հա։ Որովհետև մի կողմից հա, որովհետև մարդը ամեն դեպքում որոշակի ընտրություններ է անում, որը որ եւ բերում է իրան այս կամ այն իրավիճակի։ Բայց նաեւ կա ասենք իրավիճակներ, կա նաեւ իրադարձություններ, որ մի քիչ դժվարանում եմ ասեմ, որ ամեն ինչ կախված է մարդուց։ Մի քիչ դժվար է դա ասել։ Դժվար թեմա է այսի։ Լավ, մարդու ինչի համար է պետք առաջնահերթությունների այդ կարգը։ Չէ՞ որ դա կարանք ասենք, որ դա ստեղծում է մի տեսակ կաշկանդվածություն ասենք կամ սահմանափակումներ իր կյանքում։ Նախ ասենք, որ երբ որ մենք հələ որ խոսում ենք առաջնահերթության մասին, դա մենք չասեցինք, որ ճիշտ է։ Դա նեյտրալ չի, ոնց ես հասկանում եմ։ Առաջնահերթությունը կարող լինի սխալ բաներ։ Հա։ Այնպես չի, որ եթե կա առաջնահերթությունը լավ է։ Ոչ։ Մենք հələ չենք խոսում ինչ առաջնահերթություն։ Այո։ Բայց ոչ, ամեն դեպքում մարդը երբ որ պլանավորում է իր օրը, ասում է սկզբից ստեղ կետամ, հետո ստեղ կետամ, հետո ստեղ կետամ։ Միգուցե այն առաջի տեղը, որտեղ մի բան պետք է անի, ասենց ասած առաջնահերթությունը, զուտ ուղղակի համար առաջինն է ուղղակի, ոչ թե որ դա ամենակարևորն է։ Հա։ Սենց էլ կարա լինի։ Ուղղակի սկզբից ստեղ կետամ կամ սկզբից սա կանեմ, հետո նա կանեմ, դա չի ասում նրա մասին, որ այն նան ավելի քիչ կարևոր է, քան թե սան։ Բայց չի կարա ուրիշ ձև լինի։ Մարդու համար միշտ կա կարևոր բան, ավելի կարևոր բան, քիչ կարևոր բան։ Իսկ օրինակ ո՞նց է ալնում, երբ որ ասենք մարդու հետ երբ որ խոսում ես, փորձում ես բացատրես ամենայն դեպս հիմնվելով քո կյանքի փորձի վրա, քո ապրած կյանքի վրա, իհարկե ստացած նաև ելնելով Աստվածաշնչից այդ առաջնահերթությունները, երբ որ փորձում ես փոխանցես, մարդը հետ է քաշվում ու ասում է ինձ մի դրեք սահմանափակումների մեջ։ Ինչի՞ է մարդը այդ ձևով ընկալում։ Որովհետև մարդը պաշտպանվում է։ Երբ որ դու մարդուն ասում ես սա է ճիշտ, սա արա, ամեն դեպքում մարդը ինքը ուզում է ինքը իր հասկանա։ Ճիշտ թե սխալ ձևով ինքը ընտրի։ Հա։ Ամեն դեպքում մարդը սա ոնց որ նույնիսկ ինստինկտիվ պաշտպանվում է ինքը։ Մենք էլ պետք է իմանանք, որ մենք այո, մենք կարող ենք ասել դա ճիշտ է, դա սխալ է, նա սխալ է, բայց ընտրությունը մարդուն է ամեն դեպքում։ Դա համար մարդը կարա կաշկանդվի կամ պաշտպանվի կամ ոզնու նման փակվի, եթե մարդուն դու նեղում ես կամ ստիպում ես ինչ որ ձևերով, լավ ձևերով, չեմ ասում ես բռնանալ,
բայց երբ որ բերում ես դրան, որ ինքը ինչ-որ բան ընտրի, էսի կարա բերի այդ փակվածության։ Ինչ որտեղ ավետարանը հենց այ մարդուն ճիշտ պրիորիտետները, ճիշտ առաջնահերթությունները փոխանցելն է, Այո։ այ ավետարանիչը կամ հավատացյալը, քանզի բոլորս են կանչված ավետելու բարի լուրը, այ ոնց պետք է մենք մատուցենք, որպեսզի այդ ոզնու, այդ ռեակցիան մարդը չունենա։ Հաճախ հավատացյալ մարդը սխալ ձևով է մատուցում կամ համարյա ստիպում է, որպեսզի նա ընտրի։ Համոզում է։ Այո, համոզիչ կոմպոնենտ կա տեղ, մենք պետք է բոլորին համոզենք, որ փրկության հարց է ստեղ։ Երբ որ միտեղ հրդեհ է լինում, չես ասում, ուզում ես վառվի, ուզում ես մի վառվի, այսինքն դու ամեն ինչ անում ես, որ մարդը չվառվի։ Փրկությունը էլ ավելի կարևոր է։ Հələ վառված մարդը կարա մի ձև հələ հա, փրկությունը շատ կարևոր է, բայց ամեն դեպքում պետք է ընտրությունը տանք մարդուն։ Այ իրան համոզողը Սուրբ Հոգին պետք է լինի, ոչ թե մենք։ Իրան հաստատողը, իրան բացողը, օգնողը Սուրբ Հոգին, այլ ոչ թե մենք։ Մենք որպես գործիք, մենք որպես այդ պահին մարդու հետ մարդ է խոսում, բայց Սուրբ Հոգին մեր ակնկալիքը պետք է, այո, հաստատողը պետք է Սուրբ Հոգին լինի։ Մենք պարզ գիտակցենք, անես չի, որ ես համոզեմ, էդի է իրան փրկելու։ Աստված է մարդուն փրկում։ Փրկիչը ես չեմ, փրկիչը որևէ ավետարանող չի, փրկիչը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Ու դրա համար Սուրբ Հոգու հետ պետք է մենք համագործակցենք այդ առումով։ Իմանանք, որ ինքն է այդ գործը անում։ Այո։ Մատթեոսի ավետարանի 22-րդ գլխի 37-ից 39 տողերը կարդամ, Հիսուսը նրան ասաց. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով»։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. «Սիրիր քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ»։ Սա աստվածային առաջնահերթության, առաջնայինության կարգն է, որը Աստված տալիս է մարդուն։ Այո։ Այսինքն շատ պարզ, Առաջինը սա, երկրորդը սա։ հա, շատ պարզ տալիս է։ Իհարկե, եթե հիշենք, հետո մնացած խոսքերում Հիսուսն ասում է, եթե սա անես, ամբողջ օրենքը կկատարես, այսինքն մնացած կարևոր բաներն են, որ Հենց Հիսուս Քրիստոսն ամեն ինչ կախված է սրանից։ Դրանից կարվի։ Հիմա կան աստվածային այս առաջնահերթությունների հետ նաև այնպիսի մարդկային պրիորիտետներ կամ առաջնայինություններ, հա, որոնք հնարավոր լինի մեկտեղ միաժամանակ, որ մարդը իր կյանքում օգտագործի։ Հաստատ մարդը փորձում է դա անի, կամ որոշ դեպքերում անում է, ուղղակի ստե մի հատ պրոբլեմ կա, որ Աստված ինքը թույլ չի տալիս, չի համաձայնում Աստված։ Աստված ասում է կամ ես, կամ ուրիշը։ Այսինքն Աստված երբեք չի համաձայնվի, իմանալով Աստծո խոսքը, որ համ ինքը, համ ցանկացած բան։ Ոչ, դա չի լինի։ Տենց Աստված այդ ձև չի։ Դա Աստված դիտում է կռապաշտություն արդեն։ Եթե իրան հավասար մեկը կա հավատացյալի կյանքում, արդեն կռապաշտություն է։ Հələ չեմ ասում ավել, ուղղակի հավասար։ Որպեսզի ես այդ համի մասին էի ուզում որ խոսենք, այսինքն էսի ինչա մարդուն է վնաս, թե սա ի՞նչն է պատճառը որ Աստված։ Հա, որովհետև այդ հենց այդ առաջի պատվիրանի մեջ է դա ասում, որ սիրի Տեր Աստծուն ամբողջ։ Միակը պետք է լինի Աստված։ Ու տեղեր կա որ համեմատում է, ասենք կնոջ հետ, հոր, մոր, երեխու եւ այլն, այսինքն ատել բառն է օգտագործում Ղուկաս ավետարանում 14-րդ գլխում։ Մատթեոսի մեջ օգտագործում է ավելի սիրես քան, հենց դա ցույց է տալի, որ պետքա բարձր լինի։ Միանշանակ ավելին լինի Աստծուն սիրելը, քան թե մնացած մարդկանց։ Բայց հենց եղավ հավասար, հələ չեմ ասում որ ավել եղավ, դա կռապաշտություն արդեն։ Այո։ Մարդու կենցաղային կյանքում կան շատ պրիորիտետներ, առաջնահերթություններ։ Կան շատ երևույթներ, որոնք առաջնահերթություն են պահանջում,
մանավանդ եթե վերցնենք մշակութային կոնտեքստում, մարդը մեծացել է այդ մշակույթում, ինչ որ բաներ շատ կարևոր են այդ մշակույթում, բայց մարդը Ամենայն դեպս այդ ձևա դաստիարակվել, այդ ձև են ասում մեր պապերը եւ այլն, հա։ հնարավոր է, որ լինի այնպիսի իրավիճակ, երբ մարդը չի կարող չխախտել հոգևոր այդ առաջնահերթության, հա, այդ սանդղակ, այդ կարգը։ Կարող լինեն այնց դեպքեր, ենթադրենք, կապված հյուրընկալության հետ, որ մարդը չի կարող չխախտի, ստիպված խախտում է, կամ ենթադրենք լինեն դեպքեր, երբ մարդը ինչ որ օգնության հասնելու Իհարկե կարա լինի, իհարկե հաստատ։ Եթե տվյալ անձի կամ տվյալ հավատացյալի, ես ոնց հասկանում հավատացյալի մասին ենք խոսում։ Հավատացյալի համար առաջնահերթությունը Աստված, Աստծո գործը, բայց նաև իր կյանքում կարա լինի դեպք, որ ինքը ստիպված կլինի դա այդտեղ գնա, կանց թե ենթադրենք պաշտամունքի։ Հա։ Դա ոչ թե մարդու կամահաճույքն է կամ այդ ձևա ինքը ուզում կամ ինքը շատ թույլ է տենց հարցերում ընտրության, այլ կան դեպքեր, որ դու չես կարա։ Օրինակ Աստված չանի, ասենք պատահարը լինի, ինքը պիտի գնար եկեղեցի, բայց մի հատ դեպք է եղել։ Ինքը չի կարա ասի կապ չունի, ես մեկապ դետամ ծառայության։ Իհարկե կարա լինի, կամ անենց դեպք լինի, որ ինքը ուրիշ ձև չկա ուղղակի։ Պետք է գնա ինքը։ Բայց եթե դա ռեգուլյար է ու հələ ինքն էլ որևէ բան չի անում, ցա ցույց է տալի, որ մարդու համար դա այդքան էլ կարևոր չի։ Այսինքն կարանք ասենք, որ որպեսզի մարդը խղճմտանք չունենա, որ պատահեց ու ինչ որ մի հատ դեպքի հանդիպեց, Ավելին, եթե ինքը չեթար կարա դա դիտվեր, որ ինքը սխալ է անում։ հա, Եթե բարին կարաս անես չես անում, դու մեղանչում արդեն մարդը։ Ուղղակի որ դեպքում ինչ որոշում անի կամ ինչ ընտրություն անի եւ դա անի, օրինակ ասում ենք, որ մարդը հիվանդ է, կարա պաշտամունքին չեթա։ Դե հա, եթե շատ հիվանդ է, ի վիճակի չի, բայց այդ ի վիճակին չլնելը ինչ աստիճան է։ Եթե մարդը ամբողջ սրտով ուզում է գնա, բայց իրոք ի վիճակի չի, դե խոսակցություն չկա էլ արդեն։ Բայց եթե մի թեթև մի բան մարդը հետի պատճառ է բռնում, ստեղ էլ խոսալու բան չկա։ Լինում են դեպքեր կապված հարազատների հետ, Դա էլ է լինում։ երեխաների հետ, ասենք անհավատ իհարկե էլի, որ մարդ ասում է ես չեմ կարա, ուրիշ ընտրություն չունեմ։ Կարա լինի։ Էլ եմ ասում, եթե դեպքերը շշուտ կրկնվում են, սա ուրիշ բանի մասին է խոսում։ Բայց առանձնահատուկ դեպք լինի, սա բոլորի կյանքում կարա լինի։ Այսինքն մարդը ուշադիր լինի, մենք այս հարցով պատասխանենք այն բանին, որ մարդը ուղղակի ուշադիր լինի, որ իրանից կախված ամեն հնարավոր ինչ որ կա ինքը անում է, ճիշտ ճանապարհով գնալու, բայց եթե կան հատուկ ինչ որ առանձնահատուկ բաներ, խղճմտանք չունենա, որ ինքը Դե, ինքնադատապարտության մեջ չեն գնա։ Թեկուզ ոչ տենց ես ինչ պատահարները վերցնենք, թեկուզ մարդը աշխատում է, գործի տեղը նենց պայման են իրան դնում, ասենք տարվա մեջ մի օր, որ կիրակի օրը պետքա դու լինես այդտեղ, ըստ կոնտրակտի կամ ըստ կարիքի կամ ես չեմ կարծում էդի ես իմ ինչա։ Էլ եմ ասում, կարևորը մարդու սիրտն է։ Եթե մարդու սիրտը նվիրված է Աստծուն սիրում ամբողջ սրտով, ամբողջ էությամբ եւ այլն, ըստ որևէ խնդիր չկա։ Բայց եթե ռեգուլյար հյուր եկավ, էս եղավ, հենց նույնիսկ իրան կարող է կազմակերպել հենց այդ որովհետեւ հարմար է նրա համար, սա արդեն անիմաստ է խոսել սա մասին։ Մյուս հարցս հետեւյալն է, հովվի եկեղեցու առաջնորդությունը պիտի հանդիսանա պրիորիտետ քրիստոնյայի համար։ Այսինքն եկեղեցու կողմից դրված, ասենք, կարգերը, եկեղեցու բարքերը, եկեղեցու կանոնները, նիստուկացը, համենայն դեպս կա մի մշակույթ, որը եկեղեցու շուրջ է կառուցվում, սա քրիստոնյան պիտի ընդունի իր կյանքում առաջնահերթություն։ Միանշանակ, բա իհարկե։
Թե ազատ ընտրելու, գնահատելու, նայած, եթե անենց հարցա, որ ամեն մեկը ոնց ուզում է, եթե այդ ձևա հարցը դրած, այդտեղ խնդիր չկա, ամեն մեկը դոնտրի ինչ է ուզում։ Բայց եթե հարցը նենց է դրած, օրինակ կանոնադրության մեջ է դրած, որ սա պայման է անդամ դառնալու կամ, չգիտեմ, միանշանակ դա պրիորիտետ է, միանշանակ։ Կարանք ասենք, որ եթե մարդը ուզում է ցանկացած հասարակության, ցանկացած ինչ որ խմբի մեջ ինտեգրվելու համար ամենայն դեպս պետք է ընդունի այդ հասարակության կամ այդ շրջապատի ուրիշ ձև չեն կարա լինի, բա իհարկե։ Ամեն հոգևոր ընտանիք ունի իր նիստուկացը։ Եկեղեցին էլ որպես ընտանիք հոգևոր ունի իր նիստուկացը։ Ամեն տեղական եկեղեցի ունի իր ներքին բարքերը, կարգը, ասենք ինչը կարելի է, ինչը չի կարելի։ Մարդը պետք է դա հաշվի առնի, իհարկե։ Ես գտնում եմ, որ օրինակ մեր եկեղեցում սենց է, որ մենք միջև անդամ դառնալը մենք տալիս ենք կանոնադրություն, ասում ենք կարդա ծանոթացի, որ հետո չլինի դու անդամ ես, հետո պարզվում է, որ դու էսի չգիտեիր, էնի չգիտեիր, ոչ, դու նախորոք իմացի, մեր մոտ սենց է։ Միգուցե եթե խոսքը գնում է մի հավատացյալի, որ եկել է ուրիշ տեղից, միգուցե այնտեղ չի եղել այդ ձև, բայց այդտեղ է ձև է։ Ու չկա սա մեր ժողովրդի առաջնային հարցերից դա լինում է պայման արդեն։ Դա լինում է, դա չի կարող ասի ես ընտրում եմ, չեմ ընտրում, չի կարող լինել։ Իսկ հոգևոր հարցերում ասենք վերաբերում է ուսմունքին, աստվածաշնչյան մեկնաբանությանը եւ այլն, այս հարցերում բոլոր եկեղեցիներում համար առաջի պատասխանատուն ուսմունքի հարցով հովիվն է։ Մեծ եկեղեցում ավագ հովիվն է, եպիսկոպոսն է, փոքր եկեղեցում հովիվն է։ Չի կարա որևէ անդամ նոր, հետո եկող, թե հին, որևէ դիսկուսիա անի։ Էսի անընդունելի բան է։ Մարդը կարող ուրիշ կարծիք ունենա, միգուցե, բայց ինքը պետքա այդ խաղի կանոններով ծառայի։ Ուրիշ ձև չկա ստեղ։ Եթե մարդը շատ բան, ինքը ուղղակի որևէ ծառայություն չեմ վստահի։ Այո։ Խոսքը եթե գնում է հիմնարար վարդապետական հարցերի շուրջ։ Եթե երկրորդական, երրորդական էսի էլի տանելի է, խնդիր չկա։ Խոսել, բացատրվել։ Հա, ու ոչ միայն մարդը կարող է, ասենք, երրորդական մի հատ հարց է, ինքը ուրիշ ձև է նայում։ Այստեղ քիչ խնդրեմ եմ ես տենում, բայց այն հիմնարար հարցերում պետք է լինի միաբանություն։ Բայց համենայն դեպս հնարավոր է որ մարդը իր հոգևոր կյանքում պահի տակ շփոթվի, մոլորվի, ընկնի ու կորցնի իր կյանքում են ճիշտ սանդղակով դրված այդ պրիորիտետները, առաջնահերթությունները, այ ինչն է առաջին նշանը, որ ցույց է տալի, որ մարդը կորցրել է իր նշանակետը։ Աստվածաշունչը ասում է առաջի բանը դա հպարտությունն է, երբ որ մարդը հպարտ է, դրան հաջորդելու անկնելը։ Հպարտությունը փակում է ամեն մի աղբյուր, ամեն մի ճանապարհ, որ Սուրբ Հոգին գործի իր հետ, կամ իր մեջ։ Հպարտությունն է առաջի դիագնոզը, որ տենում ես մարդը արդեն հպարտ է, դա վտանգավոր է, լավ աղոտ կարվի, լավ հետը սրուցվի, սա է առաջինը։ Մի հարց էլ կարող է քրիստոնյան ունենալ երկրորդական ինչ որ մի լավ բան, ակնկալիքներ, որոնք կարող են դառնալ ավելի վտանգավոր, քան ակնհայտ մեղքերը։ Մարդը ասում է, սա վատ բան չի, ես վատ բան չեմ ուզում, ու ինքը իրանով վնասակար չի, բայց բերի մարդուն մեղավոր վիճակի, այսինքն էլի շեղման, հա, մեղք ասածը շեղվել։ Դե մեղքը շեղվելն է, եթե ինչ-որ փոքր բան, փոքր թե մեծ բան, եթե բերում է մարդու շեղվելուն, դա արդեն մեղք է։ Որտեվ այսօր շատ քիչ է շեղվածությունը, բայց ընդամենը մի X ժամանակ հետո դա դառնալու է արդեն կիլոմետրերի տարբերություն։ Ու իհարկե դա կարող լինի ակնկալիքների հետևանքով։ Իմ կարծիքով։ Միգուցե, ու ոչ միայն միգուցե, բայց ու ոչ միայն ակնկալիքների
Կարա լինի ուրիշ պատճառներ էլ կարան լինեն։ Նկատի ունես ոչ ճիշտ ակնկալիք։ Հա։ Հա։ Կարա լինի։ Հա։ Կարա էլի պատճառներ լինի։ Բայց մարդը պիտի զգոն լինի, որ ամենակարևորը, որ ինքը պետքա նայի, որ Աստծո հետ իր հարաբերությունը ամենակարևորն է։ Որևէ բան չարժի, այնքան ինչքան իմ ու Աստծո փոխհարաբերությունը։ Այո։ Ասում է ամբողջ աշխարհը կշահես, բայց եթե քո անձը դու կորցրեցիր, ինչ օգուտ դրա մեջ։ Անիմաստ է։ Ավելի լավ է շատ բան ես կորցնեմ, բայց ես Տիրոջ հետ լինեմ։ Կարող ենք ասել, որ մարդու առաջնահերթություններն ազդում են նրա ապրելակերպի վրա։ Միանշանակ, թե լավ, թե վատ, ազդելու է իր ապրելակերպի վրա, բայց միանշանակ։ Եթե մարդը մի բան համարում է կարևոր, հենց այդ կարևորն է անելու, այդ կարևորն էլ ազդելու է կամ երևալու է իր կյանքում։ Համի թե լավ, թե վատ։ Լավ ձևով, վատ ձևով։ Իսկ օրինակ ինչ փոփոխություններ են բերում մարդու կյանքում, երբ մարդը աստվածային առաջնահերթություններն է ընդունում իր կյանքում։ Օրհնություն, առաջնորդություն, օրհնություն, արդյունքը ճիշտ է լինում։ Օրինակ ասեմ, եթե մարդը անկեղծ զբաղված է Սուրբ Հոգու հետ, անկեղծ, Աստծուն է փնտրում, անկեղծ, լրիվ ճիշտ ձևով, Սուրբ Հոգու պտուղները երևալու է իր կյանքում։ Արդյունքը երևալու է։ Եթե դա չի, այտենց արդյունք չի երևալու։ Այո։ Կարանք ասենք, որ այդ ճանապարհին, այդ ընտրության ճանապարհին դժվարություններ է սպասում։ Իհարկե։ Այո։ Որպեսզի մարդը ուղղակի իր ֆիզիկական աչքերով չնայի, որ այսօր էս վատ վիճակն է, բայց ես հետևում եմ Աստծուն, քանի որ ես ընտրեցի իմ կյանքում Աստծու հետևից ու Աստծու խոսքով շարժվել, այսօր էս վատ վիճակի մեջ եմ։ Չեմ կարծում, եթե ամեն ինչ անկեղծ ձևով արվում ու ճիշտ ձևով, Աստված օրհնում է մարդուն։ Աստված օրհնում է մարդուն, ես էլ կարանք մենք այդ ընդհանրապես արդյունքը կարանք տարբեր ձև նայենք։ Օրինակ, կոպիտ օրինակներ ասեմ, օրինակ, եթե մենք մեկը ուզում է գնա սար կամ փորի ոսկի ձեռք բերի, կարող ինքը կես տարի աշխատի, փորի, մաղի, ջրով եւ այլն, տենաս մի այսքան ոսկի։ Ինչ ասենք, այդքան կես տարի դու որ միտեղ այդ այր մի բան ցաներ ու հնձեիր, տոննաներով կարող է բերք ունենայր։ Բայց այդքան ոսկին դա ավելի թանկ է, այսինքն վիզուալ կամ մարդու պատկերացմամբ արդյունքն էլ կարա տարբեր լինի։ Մարդը նայի ասի էդ էր, իմ համար այդ չէր, որ ես ուզում էի, բայց չպատկերացնի, որ այդ ինչ որ ինքը տենց այդ ձև է նայում, դա ամենակարևորն է։ Նայած մարդու համար ինչն է կարևոր։ Ես դա այդ եմ ուզում ասեմ, որովհետև հավատացյալի, հասկացողի համար կարևոր բաներ կան, որ ինքը դրան է ձգտում, բայց միգուցե ուրիշ մարդու համար դա անհասկանալի մի հատ տեղ է, որ յանի արժեր այդքան։ Հիսուսը պատմեց առակը, որ մի մարգարիտ գտավ, գնաց իր ամբողջ ունեցվածքը ծախեց, որ գար այդ մարգարիտը։ Հենց էդի արում գնահատեց այն ինչը որ ինքը ուներ։ Այո։ Բայց մարդու կյանքում էլ Վարդուր, որ մարդը չի լսում ու չի դնում Աստծուն իր կյանքում առաջին տեղը։ Այ ինչա կորցնում։ Հենց Աստծուն է կորցնում։ Գալիս է մարդը եկեղեցի, ծառայություններին մասնակցում է, բայց ավելի վատ իր համար, ավելի վատ։ Եթե մարդ, որ եկեղեցու կյանքից հեռու է, տեղյակ չի ընդհանրապես կամ շատ քիչ տեղյակ է, ինչ որտեղ հասկանալի է սա։ Բայց երբ որ մարդը մեջն այն կենտրոնում է, որ պետք է Հիսուսն էլ իր կյանքի կենտրոնում լինի, դա ավելի վատ իր համար։ Նա Աստծուն է կորցնում։ Ուղղակի ես մտածում եմ, որ ամենամեծ գանձը Աստվածն է,
Սուրբ ոգին ամեր կյանքում։ Եթե դա մենք կորցրեցինք, էլ ինչ, ասենք ինչ, մարդը մեր կա եկել այս աշխարհ, մեր կել գնալու է։ Որևէ բան հետը չի տանելու, բայց ուր է գնալու, ում հետա լինելու, ում կողնա լինելու, էսի շատ կարևոր է։ Այո։ Դրա համար Կորուստը մեծ է։ այո, դրա համար եմ ասում, որ մենք երբ որ արդյունքից ենք խոսում, կամ բերքից, կամ ինչ ունեցար, օրինակ եղել է իմ կյանքում երկար տարի, ասենք, բարեկամների հետ ես կապ չէի ունեցել, Բելգիա, իրանք Հայաստան, հետո երբ որ ես գնացի, հարցնում են, որ այսքան տարի Բելգիայում ես, ինչ հետ գցեցիր, ինչ, ասենք, ինչ կարաս ասես, որ այ դու ձեռք ես բերել այդքան տարի Բելգիայում, որ մենք ասենք արժեր, որ Հայաստանը քո հայրենիքը թողեցիր, գնացիր Բելգիա։ Ես հասկանում եմ, ես իրանց ասեմ, իրանք չեն հասկանա, ես Աստծուն ձեռք բերեցի։ Դա իհարկե Հայաստանում էլ մարդիկ ապաշխարում են, Աստծու հետ են, բայց իմը տենց եղավ։ Մնացած ուրիշ ինչ էլ ես ասեմ, դա չունի այդ արժեքը, իմ համար գոնե չունի այդ արժեքը։ Ասեմ տուն եմ առել, այդ տուն Հայաստանում էլ են առնում, բայց իմ համար դա կարևոր բան է, որ ես Աստծո ծառայության մեջ եմ։ Այո։ Բայց մարդկա այդ իր համար ոչ մի բան է։ Ինչքան է մարդը։ Այ վատ է նա, երբ որ հավատացյալի համար դա ոչ կարևոր բան է։ Ոնց կարա այդ ոչ կարևոր բանը իր համար լինի առաջնահերթություն։ Չի կարա լինի։ Եթե ոչ կարևոր է, ուրեմն առաջնային չի։ Միանշանակ։ Չի կարելի։ Ինքը ուզենալ չի կարա դա անի։ Եթե մարդը մի բան չի հասկանում, օրինակ, ասենք, չգիտեմ, Ռեմբրանդի նկարն է։ Իրան մեկը 10 եվրոյով ծախում է, կամ լավ 1000 եվրոյով է ծախում։ Լավ, այնպես թիվ ասեմ, որ մի քիչ 1000 եվրոյով ծախում է, մարդը նայում այդ նկարին, ասում է 1000 եվրո ես տանտամ, էլի մի 10-20 եվրոներ ձևի համար կտա էլի։ 1000 էլ չի պատկերացնում, որ այդ նկարը կարող է 300 միլիոն արժի։ Այո։ Ամեն նույնը հավատքի հետ է, եթե մարդը չի գնահատում, չի հասկանում, նա երբեք չի տա դա առաջնահերթություն։ Իմ կարծիքով սա վերաբերում է նաև հավատացյալ մարդու, ոչ թե մենակ հավատացյալի, մարդու կյանքում իր օրեկան ապրած ժամանակին տրված, հա, այն կարևորությունը, թե մարդը ինչքան կարևորություն է տալի այս երկրային իր կյանքում, ինչ անելուն, ինչով է զբաղված, իր ժամանակը ինչին է ծախսում։ Ու իհարկե դրա հետևանքներն էլ։ Այո, օրինակ ասեմ, ցանկացած հավատացյալի համար պետք է կարևոր լինի հոգևոր աճը։ Բայց չհասկացողի կամ անհավատի կամ անօրենի համար հոգևոր աճը ինչ արժեք ունի։ Ինչը։ Այդ ինչը։ Բայց հոգևոր աճը դա նվիրում, կենթանի զոհ բերել Աստծուն քեզ, ամբողջ սրտով, ամբողջ ունեցվածքով ծառայել, չես նայում դու ինչ ես ունենալու, ամբողջովին նվիրվել, կատարել Աստծո կամքը, ու մարդը հոգևոր աճում է։ Որը որ հիմարություն է աշխարհի համար։ Դե հա։ Դրա համար այդ ամեն առաջնահերթություն կախված է մարդը ինչ է գնահատում, ինքը ինչ արդյունք է ուզում։ Իր համար ո՞րն է կարևոր, ո՞րն է արժեքավոր։ Այդ դրա համապատասխանել ինքը ունենում է առաջնահերթություն։ Թեպետ ամեն մարդ ունի առաջնահերթ պլաններ, գործեր, բայց նայած ինչ։ Այո։ Իմ վերջին հարցը, եթե այսօր քրիստոնյան պետք է պարզապես մեկ քայլ անի իր պրիորիտետները վերադասավորելու համար, որ քայլը կլինի դա։ Հավատացյալ մարդը։ Այո, քրիստոնյանին է վերաբերում։ Դե արդեն դու կարդացիր, Աստվածաշունչը պարզ է, սիրի քո Տեր Աստծուն։ Միակ պատասխանը դա է։ Սա ամենակարևորն է։ Փնտրի Աստծո արքայությունը եւ արդարությունը եւ մնացած բոլոր բաները կտրվեն։ Կարևոր բան կա, դա անես, նրանից հետո մնացած բաները ընկնում է իր տեղը։ Այո։ Որ ասենք գա եկեղեցի, դա չի։ Մարդը կարա գա, բայց եկեղեցում չլինի մտավոր։ Ասենք կարդա Աստվածաշունչ, չէ, սիրել։ Այո։ Դա միակ է դա։ Բոլորից ավելի։ Այո։ Շնորհակալ ենք Արտուր այսօրվա խոսակցության համար, սիրելի հեռուստադիտողներ։
Եթե ձեր մեջ կան մարդիկ, ում կյանքը խառնաշփոթի է վերածվելու եւ չեք իմանում որտեղից սկսեք, մեր խորհուրդը ձեզ սիրեք ձեր Տեր Աստծուն, Աստծուն դրեք ձեր կյանքում առաջին տեղում եւ մնացած ամեն ինչը գտնեն իրենց տեղերը։ Եղեք օրհնված, շնորհակալ ենք ով Արթուր, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Ցտեսություն։